Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, դեկտեմբերի 19 Վիճակը գիրքն է գծվում, սակայն դրա ամբողջ տնօրինությունը Տիրոջից է, Առակաց 16:33 Եթե Տերն է տնօրինում, թե ինչ վիճակ բաժին կհասնի մեզ, ապա ով է կառավարում մեր կյանքը։ Եթե գծված վիճակը որոշում է միայն Տերը, նա առավել ևս կառավարում է մեր կյանքի իրադարձությունները։ Դա հաստատվում է Հիսուս Քրիստոսի խոսքերով։ Իսկ ձեր գլխի մազերն անգամ հաշված են։ Ոչ մի ճնճղուկ, ասում էր Հիսուսը, գետնին չի ընկնում առանց երկնավոր Հոր կամքի։ Աստծո խաղաղությամբ կլցվի քո հոգին, թանկագին ընկեր, եթե սա հասկանաս։ Կանհետանան քո տագնապները, եւ դու կշարունակես ընթացքդ հանգիստ, համբերատար եւ ուրախ, ինչպես վայել է քրիստոնյաներին։ Երբ մարդը տագնապում է, նա չի կարող հավատքով աղոթել։ Երբ նա կլանված է աշխարհային հետաքրքրություններով, ի վիճակի չէ ծառայելու Տիրոջը, քանի որ ավելի շատ մտածում է իր մասին։ Բայց եթե փնտրի նախ Աստծո արքայությունն, նրա ճշմարտությունը, այդ ժամանակ այդ ամենը նրան կտրվի։ Դու խոչընդոտում ես Աստծո մտահղացմանը եւ արհամարհում ես սեփականը։ Երբ անհանգստանում ես քո կյանքի հանգամանքների համար, ջանալով զոհաբերել դու մոռացել ես հնազանդության մասին։ Սթափվիր, խոնարհվիր եւ Աստծուն հանձնիր այդ օրը։ Եկ եւ զննիր Հոր պահեստը։ Միթե նա թույլ կտա, որ դու քաղցես, քեզ համար պահելով անթիվ գանձեր։ Մտածիր նրա սիրող սրտի մասին։ Այն կարող է անգութ լինել։ Մտածիր նրա անհասանելի իմաստության մասին։ Նա թույլ կտա արդյոք գեթ մեկ սխալ։ Մտածիր միջնորդ Քրիստոսի մասին եւ հարցրու ինքդ քեզ. Մինչ նա աղոթում է, կարող է արդյոք Հայրը անբայրացակամություն ցուցաբերել։ Եթե նա հիշում է երկնքի ճնճղուկների մասին, կմոռանա արդյոք իր զավակներից մեկի մասին։ Հոգսդ գցիր Տիրոջ վրա, եւ նա քեզ նեցուկ կլինի։ Նա երբեք թույլ չի տա, որ արդարը սասանվի։ Սաղմոս 55:22 Երջանիկ եղիր ընկեր քո խոնարհությամբ։ Մի ձգտիր երբեք դու փառք ու պատվի։ Եղիր այնպիսին, ինչպիսին ստեղծվել ես։ Միայն այդպիսի փառքով պարծեցիր։